Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշին, Ժառանգություն, համախմբում հաղթանակ։ Ինչ իրականացեցին Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքի նկատմամբ դա դեռ ծաղիկներն էին։ Իշխանությունները նույնիսկ անցան սպանության։ Քարոզարշավի ընթացքում մահացավ մեր շատ պայծառ քաղաքացիներից մեկը, եւ ում նկատմամբ իշխանությունները անցան ապօրինության բոլոր սահմանները, եւ իր մահով ինքը այլևս դարձավ անպարտելի։ Խնդրում եմ 1 րոպե լռությամբ հարգենք հաց բերող Արտուր Սարգսյանի հիշատակը։ Հայաստանում իրավիճակը պետք է փոխվի, Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա։ Առաջի հերթին հեղափոխությունը մենք պետք է անենք մեր սրտերում։ Մենք պետք է հասկանանք, որ այլևս ապրել ստրկության մեջ, ապրել այնպես, որ չենք տեսնում մեր երեխաների ապագան, անընդունելի է։ Հաղթանակ, հաղթանակ։ Ողջ ունենք գյումրեցիներին, ում չնայած փորձեցին արգել են այսօր մասնակցելու, բայց եկել են։ Ոչ, պայքարը պետք է շարունակվի, հույն հռոմեացի հռոմեացիները բոլորի աչքի առաջ այրել են նավերը, նրանք նավերով են եկել, նավերն այրել է ու ասել է, որ հետ դարձի ճանապարհ չկա, կամ հաղթում են, կամ մեռնում, այնպիսի պայքար մենք պետք է սկսենք վերջապես, պայքարն չէ վերջ, մենք մարտավոր ենք հաղթելու։ Զուգադիպություն չի, որ ընկել է, համընկել է ընտրության հետ։ Դա տեզերքից ձեզ ուղեցույց է, որ այդ օր մեզ հետ են նաև մեր մարտական ընկերները, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հայրենիքի համար։ Նրանք նույնպես պայքարելու են, որովհետև մենք բարի ենք, մենք արդարն ենք կամենում։ Մայրս խանում Այրազյանն ասկությամբ ես կուրդ եմ, ոչինչ չեմ վախենում, մի վախեցեք և դուք, ինչքան էլ որ ձեզ ահաբեք են չվախենան։ Ես եկել եմ, ես այս կուսակցության անդամը չեմ, բայց այդ ձեր կուսակցությունից հիանալի մարդիկ կան, որ կարող են ստանել դեպի լուսավոր ապագա։ Ես ոնց կարող եմ մոռանալ այն մարդիկ, որոնք ուզում են երկիրը հանել այս ճգնաժամից։ Ոնց չէ ես չկարողանամ գլուխս խոնարհեմ Սեյրան Օհանյանի։ Այս հրապարակը սրբազան տեղ է։ Այստեղ դուք պետք է գործեք որպես հայ ժողովուրդ, որպես մի ամբողջականություն, որպես մարդիկ, որ առաջինն են դուրս եկել, որտեղ մեր երկիրը կամ կառավարում է այս հրապարակը, կամ Շան որդին աշխարհի գործերից ասես։ Մենք շատ արագ կհաստատենք արդարությունն ու իրավահավասարությունը Հայաստանում։ Դրա համար մենք ջանք չենք տնելու։ Դա անելու համար ռեսուրս պետք չի, փող պետք չի, դա կապ չունի շրջափակման հետ, դա կապ չունի Ղարաբաղի հարցի հետ։ Ընդամենը պետք է քաղաքական կամք, ընդամենը պետք է օրվա ղեկավարները կարողանան իրենց նեղ անձնական քաղաքական գուցակցական շահերը ստորատասեն երկրի ազգի շահերին։ Ես նայում եմ Սամվել Բալայանի աչքերին մի մարդ, որ ազգային հերոս է, նա Ղարաբաղի ազատագրական ակումբներում է եղել, այսօր նա ջահերի հետևում է։ Սա այն մարդն է, որ իսկապես հիմնական վատնեշը, վերջն է լինելու տարածքների վերադարձության ողջողների այդ ցանկությունների դիմաց։ Եվ նրան այսօր հանել են հրավարակից, որովհետև իսկապես նրանց համար ված ճանապարհ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան գնանց իրենց դավաթիր, այո, դավաթիր իրենց բանակցությունները շարունակեն
Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մենք դրան ոչ ենք ասում։ Սիրելի հայրենակիցներ, մենք գնում ենք միասին դեպի ավետյաց երկիր, ապրիլ ամիսը, հարության ամիսը նշանավորվելու է մեր համատեղ պայքարի միջոցով այս բռնի, աբորինի կուսակցաբեդության ավարտով և Հայաստանի Հանրապետության վերածննդով։ Մենք մեր ժողովրդի հետ միասին, միասնական քայլերով համախմբված գնալու ենք դեպի հաղթանակներ և զգալու ենք այդ հաղթանակի բերկրանքը։ Եվ այս պահին ուզում եմ, որպեսզի մենք մեծարենք առաջինը մեր ժողովրդի հերոսներին, հենց ժողովրդին, որովհետև ժողովուրդն է ամենամեծ հերոսը, գնա և նրանից սովորիր, և մենք պատրաստ ենք ձեզանից սովորելու։ Հաղթանակ, սիրելի ժողովուրդ, հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ։ Մենք սպասելու ժամանակ չունենք։ Մենք ձայն ծախելու և հանգիստ ապրելու ժամանակ չունենք։ Մենք պարտավոր ենք դադարեցնել թալանը։ Հապաղելու ժամանակ չկա։ Հերիք է, ինչքան հապաղեցին։ Ժամանակն այլևս չի ներում։ Օհանյան, Ռաֆի Օսկանյան դաշինք։ Ժառանգություն, համախմբում, հաղթանակ։